Միացյալ Նահանգների կառավարությունն այսօրվանից մասնակի դադարեցնում է գործունեությունը, քանի որ դեմոկրատներն ու հանրապետականները տևական բանավեճերից հետո այդպես էլ համաձայնության չեկան հաջորդ տարվա բյուջեի նախագծի շուրջ։ Արդյունքում նոր ֆինանսական տարին աշխարհի գերտերությունը սկսում է առանց հաստատված բյուջեի, ինչը հայտնի է որպես շաթդաուն։ Դրա հետևանքով մոտ 750,000 դաշնային աշխատողի կուղարկեն հարկադիր չվճարվող արձակուրդի, կդանդաղեն ավիափոխադրումները, կդադարեցվեն գիտական հետազոտությունները, կուշանան ԱՄՆ զինված ուժերին վճարվող աշխատավարձերը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եւս տեղեկացրել է, որ հաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում եւ ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային եւ վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ The House has passed a clean, nonpartisan, continuing resolution to fund the government until November the 21st. Քանի դեռ ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնության չեն եկել, կշարունակեն գործել միայն առաջին անհրաժեշտության կառույցները՝ իրավապահ մարմինները, սահմանային արտակարգ իրավիճակների եւ պետական պաշտպանության ծառայությունները։ Սոցիալական ապահովագրության եւ առողջապահության ոլորտը եւս կգործի, սակայն սահմանափակումներով։ Իսկ բյուջեի շուրջ հիմնական տարաձայնությունը վերաբերում է առողջապահության ոլորտին։ Դեմոկրատները պահանջում են չդադարեցնել ցածր եկամուտ ունեցողների համար առողջության ապահովագրության սուբսիդիաները, նաեւ չեղարկել Medicaid առողջապահական դաշնային ծրագրում Թրամփի վարչակազմի արած կրճատումները, որոնք միլիոնավոր մարդկանց վրա կարող են ազդել։ Հանրապետականները սակայն նախագահ Թրամփի առաջնորդությամբ համառորեն մերժեցին ընդդիմության առաջարկները, պնդելով, թե փոքրամասնությունն է պարտավոր խաղի կանոններին ենթարկվել։ Եթե կառավարությունը դադարեցնի գործունեությունը, դա կլինի Սենատի դեմոկրատների մեղքը։ Ներկայացուցիչների պալատն արդեն միջոցներ է ձեռնարկել, նախագահը պատրաստ է ստորագրել օրինագիծը։ Ի վերջո 100 տեղանոց Սենատում, որտեղ հանրապետականները 53 մանդատով մեծամասնություն են, նրանց առաջարկած բյուջեի նախագիծը ստացավ 55 կողմձայն։ Դրա օգտին քվեարկեցին նաև 3 դեմոկրատներ։ Իսկ դեմոկրատների օրինագիծը ստացավ 47 կողմ, մինչդեռ ընդունվելու համար անհրաժեշտ էր 60-ը, ինչը կողմերից ոչ մեկը չապահովեց։ Արդյունքում սկսվեց 1981-ից հետո 15-րդ շաթդաունը եւ առաջինը վերջին 6 տարում։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները դեմ են շաթդաունին, ապա սպառնացել, որ այս ընթացքում, քանի դեռ Ամերիկայում տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը չի հաստատվել, վարչակազմը կարող է գնալ կտրուկ քայլերի ծախսերը կրճատելու համար։ Մինչ այդ էլ մամուլը գրել էր, որ եթե շաթդաունը երկար շարունակվի, Թրամփի վարչակազմը պատրաստվում է մեծ թվով դաշնային աշխատողների կրճատել։ Եվ դեմոկրատները ոչինչ չեն կարող անել դրա դեմ։ Օրինակ, մենք կարող ենք կրճատել մեծ թվով աշխատողների ծրագրերը, որ նրանց դուր են գալիս։ ԱՄՆ փոխնախագահն էլ դեմոկրատներին մեղադրել է տարաձայնությունները որպես քաղաքական լծակ օգտագործելու համար։ Ըստ J.D. Vance-ի, եթե համաձայն չեն որևէ բանի, չի նշանակում, որ պետք է կաթվածահար անել կառավարության աշխատանքը եւ հազարավոր մարդկանց փաստի առաջ կանգնեցնել։ Տարաձայնություններ ունենք հարկային, առողջապահության, քաղաքականության վերաբերյալ, բայց դրա համար չեն դադարեցնում կառավարության աշխատանքը։ Չի կարելի տարաձայնությունները որպես լծակ օգտագործել։ Ֆինանսական շուկան զգուշավոր է արձագանքել շաթդաունին, կանխատեսվում է, որ կառավարության գործունեության մասնակի կասեցումը տնտեսության նորական $400 միլիոն կարժենա։ ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շաթդաունը եղել է 2018 թվականին Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ եւ տևել 35 օր։ Անկախ վերլուծաբանների կանխատեսումներով այս մեկը կարող է նախորդներից ավելի երկար շարունակվել։